Հունվարի 17-ին մահացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ դերասան Զառա Արամյանը։ Օրեր առաջ սրտի լուրջ խնդրի և թթվասնի անբավարարության պատճառով Զառա Արամյանը տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Զառա Արամյանի դուստրը մայրիկի մահվան կապակցությամբ գրառում է կատարել. «Իմ ամենալուսավոր ժպտերեսիկ ու ծիծաղկոտ։ Արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց, միշտ զգալու եմ կարիքդ»։ Մորս Զառա Արամյանի այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, կանգնեց, գրել է Զառա Արամյանի դուստրը։ Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17:00-ից։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հունվարի 7-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը պարգևատրվել է բարեկամության շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքում զետեղված իրավական ակտից։ Ըստ հրամանագրի պարգևատրման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցության խորացման, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրված նշանակալի ավանդը։ 3 տարի պաշտոնավարումից հետո հունվարի 2-րդ կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Դեռևս պարզ չէ, թե ով է փոխարինելու Քվինին։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում Հայաստանից։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության գործընկեր Լևոն Քոչարյանի հետ արմավիր քրեակատարողական հիմնարկում տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Տղաները պատվով են տանում այս փորձությունը, վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։ Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով հրավիրում են պատկան մարմինների ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։ Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների և ընդհանրապես անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում, նշել է Գառնիկ Դանիելյանը։ Միայն 2019-ից 2023 թվականների ընթացքում 3774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով, փաստաբաններով, բժիշկներով, այլ միջոցներով։ Այս մարդիկ չեն ծառայել ու չեն դատապարտվել։ Ինձ ասում էին փող ենք տվել մեկին, մեր հարցը լուծել է։ Ես որպես օրենսդիր տարակուսում եմ, որովհետև իրենք պետք է այդ գումարը 10 միլիոն դրամը բերեին տային պետությանը և 1 ամիս ծառայեին, իսկ այս դեպքում տվել են հարց լուծողին ու չեն ծառայել։ Այս մասին Ազգային ժողովում ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ես ուզում եմ, որ մենք ուշադրություն դարձնենք, որ միայն օրենքով սահմանված կարգով չեն անձինք հրաժարվել ծառայությունից։ 2019 թվականին ես ուսումնասիրում էի ու ելույթներով հանդես էի գալիս, որ նման նախագիծ եմ շրջանառել, ծառայել 1 ամիս և վճարել 10 միլիոն դրամ։ Ինձ հետ տասնյակ քաղաքացիներ էին կապի դուրս գալիս, ովքեր ցանկություն էին հայտնում օգտվել այդ օրենքից։ Սրանով է պայմանավորված, որ գումարը պետք է լինի համաչափ, այնպիսի գումար լինի, որ իրատեսական լինի պետությանը տալը, նշել է Հայկ Սարգսյանը։